Բարև ձեզ, մեր դասընթացը մոտենում է ավարտին, շնորհակալություն, եթե հետևել եք մեզ մինչև վերջ, դասընթացի վերջին դասում մենք մի քիչ կդիտարկենք բանաձևերը, ես ընտրել եմ ձեզ համար ամենահիմնական բանաձևերը, այս թեմային սահուն անցնելու համար, բանաձևերի ամբողջական ցանկն առաջարկում եմ յուրացնել ինքնուրույն, Airtable-ի ուսումնական նյութերի օգնությամբ, այնտեղ տպավորիչ քանակությամբ բանաձևեր կան, դրանց մանրամասն վերլուծություն և հասկանալի օրինակներ։ Դե ինչ, եկեք սկսենք։ Նախ ցանկանում եմ ցույց տալ մի հրաշալի ռեսուրս։ Airtable-ի ստեղծողները սիրալիր կերպով հավաքել են մեզ համար բոլոր բանաձևերը մի աղյուսակում։ Դրանք բաժանված են ըստ դաշտերի տեսակների, որոնք կիրառելի են։ Բացի այդ, այստեղ կա ամենահաճախ հանդիպող սխալների նկարագրություն և օրինակներ յուրաքանչյուր բանաձևի համար։ Եթե նայենք այս ցանկին, ապա կտեսնենք, որ այստեղ 98 բանաձև կա։ Մենք ժամանակի մեջ սահմանափակված ենք, այդ պատճառով կդիտարկենք միայն առավել օգտագործվող բանաձևերը։ Այժմ առաջարկում եմ փորձել ստեղծել մի քանի բանաձև, որպեսզի հասկանանք, թե ինչպես է դա աշխատում գործնականում։ Սկսենք ամենապարզից։ Եկեք հաշվենք, թե ինչ աշխատավարձ է աշխատակիցը ստանում։ Մենք կբազմապատկենք 3 մեծություն, աշխատավարձ, դրույք և 0.87 գործակից։ Դրա համար ստեղծենք նոր աշխատավարձի դաշտ։ Կընտրենք դրա բանաձևի տեսակը։ Airtable անմիջապես կառաջարկի արագ մուտքագրման համար բոլոր դաշտեր և բանաձևերը։ Եթե պարզապես պտտվենք և փնտրենք արժեքները իջնող ցանկում, ապա որոնումը ամենևին էլ արագ չի ստացվի։ Առաջարկում եմ օգտագործել որոնման տոխը։ Գտնենք աշխատավործով դաշտը։ Ուշադրություն դարձրեք, որ աղյուսակի բոլոր հատկանիշները նշվում են ծաղկավոր փակագծերում, այնուհետև կբազմապատկենք այն դրույքով և թվային գործակցով։ Նաև ուշադրություն եմ հրավիրում, որ կոտորակային գործակիցները բանաձևերում նշվում են կետով, որպես բաժանարար։ Կպահպանենք բանաձևը։ Դաշտում ցուցադրվում է աշխատակցի փաստացի աշխատավարձը։ Շնորհավորում եմ ձեզ մեր առաջին բանաձևի կապակցությամբ։ Եկեք ծանոթանանք դրանց հետ ավելի մանրամասն։ Անցնենք ամսաթվի տեսակի դաշտերին։ Ենթադրենք, մենք ուզում ենք հաշվել, թե որքան երկար է աշխատակիցը աշխատում մեր կազմակերպությունում։ Դրա համար կարելի է օգտագործել From Now բանաձևը։ Ստեղծենք աշխատանքի ժամկետ դաշտը։ Բանաձևի տողում նշենք From Now աշխատանքի սկզբի ամսաթիվը։ Բանաձևը կհաշվի տարբերությունը այսօրվա և աշխատանքի սկզբի ամսաթվի միջև։ Արժեքները ստացվեցին բավականին սիրուն, բայց ոմանց համար ցուցադրվում են օրեր, ոմանց ամիսներ, իսկ ոմանց տարիներ, ընդ որում կլորացված։ Ճշգրիտ արժեք և մեկ մեծություն ստանալու համար մենք կարող ենք օգտագործել Date Diff բանաձևը։ Եկեք ստեղծենք, որքան է աշխատում դաշտը։ Բանաձևի տողում նշենք Date Diff աշխատանքի սկզբի ամսաթվի և այսօրվա միջև։ Տեսնենք, թե ինչ ստացվեց։ Ստացվեցին բացասական արժեքներ, քանի որ Airtable-ը առաջին արժեքից հանում է երկրորդը, բացի այդ տարբերությունը հաշվարկել է Timestamp ձևաչափով, որը հիանալի կերպով ընկալվում է ծրագրավորման լեզուների կողմից, բայց այնքան էլ հասկանալի չէ մարդու համար։ Նախ մենք կփոխենք այսօրվա և աշխատանքի սկզբի ամսաթվի տեղերը, որպեսզի բանաձևը մեծից հանի փոքր արժեքը և երկրորդ որպես բանաձևի երրորդ պարամետր կնշենք օրերը։ Այժմ բանաձևը հաշվում է, թե քանի օր է աշխատում յուրաքանչյուր աշխատակից մեր ընկերությունում։ Այժմ մենք կդիտարկենք ևս մի քանի հետաքրքիր բանաձևեր ամսաթվերի և պայմանների կատարման համար։ Անցնենք ուսանողների բազային։ Ստեղծենք նոր դաշտ, հարցազրույցի շաբաթվա օրը։ Ընտրենք բանաձևի տեսակը։ Ամսաթվի արժեքով շաբաթվա օրը իմանալու համար անհրաժեշտ է օգտագործել Weekday բանաձևը։ Որպես արգումենտ նշում ենք հարցազրույցի սկզբի ամսաթիվն ու ժամը։ Պահպանում ենք նոր դաշտը։ Արդյունքը տպավորիչ չէ։ Շաբաթվա օրվա համարը բոլորովին այն չէ։
ինչ մենք կցանկանայինք տեսնել։ Հետևաբար, այժմ մենք կծանոթանանք switch բանաձևի հետ։ Եկեք նայենք նախապես պատրաստած նախագիծը։ Բանաձևում գրվում է փոփոխականը, այնուհետև այն արժեքը, որի հետ կատարվելու է փոփոխականի համեմատությունը, եւ արդյունքը, որը ցուցադրվելու է մեր բջջում։ Բանաձևի վերջում նշվում է այն արժեքը, որը պետք է ցուցադրվի բջջում, եթե փոփոխականը հավասար չէ համեմատության։ Եթե փոփոխականը հավասար չէ համեմատության համար նախատեսված արժեքներից ոչ մեկին, մեր բանաձևը պետք է կարդալ հետևյալ կերպ։ Հաշվենք շաբաթվա օրն ըստ ամսաթվի։ Եթե այն հավասար է 1-ի, ապա հուսյակում ցուցադրում ենք 2 շաբթի, եթե 2, 3 շաբթի եւ այդպես շարունակ։ Եթե արժեքը 1-ից 7 միջակայքում չէ, ապա ցուցադրում ենք դատարկություն։ Այս բացառությունն ակտուալ է այն դեպքերի համար, երբ հարցազրույցի ամսաթիվը լրացված չէ։ Այսպիսով շարունակենք դիտարկել պայմանական օպերատորները։ Հաջորդը կլինի if օպերատորը։ Որպեսզի գործնականում դիտարկենք այն, առաջարկում եմ արդեն մեզ հետ եղող ուսանողների մեջ գտնել նրանց, ովքեր ներգրավված են մեր հիմնադրամի գործունեության մեջ։ Ես արդեն ստեղծել եմ ներգրավված դաշտը։ Եկեք նայենք, թե ինչ բանաձև է մեզ պետք եղել դրա համար։ Եթե կատարվում է բարդ պայման, ապա բութմա տվեր, այլապես բացականչական նշան։ Պայմանը կարդացվում է հետևյալ կերպ. ուսանողի կարգավիճակը մեզ հետ է եւ նա կամ սովորում է կամ հաճախում է խմբակներ։ Այսպիսով բոլոր չներգրավվածների համար մենք տեսնում ենք, որ եթե ուսանողի համար առնվազն 1 նշում կա, ապա բութմատը վեր է։ Իսկ եթե նշումներ չկան, ապա անհրաժեշտ է նրան ներգրավել մեր հիմնադրամի գործունեության մեջ։ Այսքանով առաջարկում եմ ավարտել մեր բանաձևերի վերլուծությունը։ Դրանք դեռ շատ են, եւ եթե դուք յուրացնեք դրանք, ձեր կյանքը կդառնա ավելի հեշտ։ Իսկ մենք այսքանով ավարտում ենք մեր դասընթացը։ Airtable ունի ևս բազմաթիվ ֆունկցիաներ, բայց վախենում եմ դրանք արդեն սկսնակ մակարդակի համար չեն։ Հուսով եմ, որ այս դասընթացը ձեզ համար օգտակար եւ հետաքրքիր էր։ Շնորհակալություն, եթե դիտել եք դասընթացը մինչև վերջ։ Շատ եմ ուզում հավատալ, որ դուք արժանիորեն գնահատել եք Airtable-ի նման գործիքի ողջ հմայքը եւ կօգտագործեք այն ձեր աշխատանքում։ Հուսով եմ, որ դեռ կհանդիպենք։